Ողջույն, շատ հաճախ քաղաքականությունը ստվերում է սոցիալական խնդիրները, սակայն Հայաստանը, ինչպես գիտենք, ըստ Սահմանադրության սոցիալական պետություն է։ Սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրները, հատկապես աղքատության սոցիալական պաշտպանության համատեքստում պահանջում են շատ սթափ, խորքային եւ ուղիղ խոսակցություն։ Այս հարցերի շուրջ կզրուցեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Զարուհի Բաթոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Բաթոյան, տեսեք, եկեք սկսենք ամենաերևի ցավոտ թեմայից, որ պարբերաբար Հայաստանի 30-35 տարիների պատմության մեջ այս անկախության խոսում է, աղքատության խնդիրը։ Հայաստանում թեպետ 2018 թվականից այս կողմ 17 թվականից էլ կարելի ասել բարձր տնտեսական աճ է գրանցվում։ Մի տարի է եղել կոവിഡ്ի տարին, որ մենք ունեցել ենք անկում, բայց միջինացված 5.6-5.7% տնտեսական աճ ենք ունեցել այս տարիներին եւ անցած տարի եւս 7.2% տնտեսական աճ։ Սակայն աղքատության էական կրճատում մենք չենք տեսնում երկրում, հա։ Դուք ինչպես կբացատրեք այս ֆենոմենը, որ մի կողմից կա բարձր տնտեսական աճ, մյուս կողմից 21, 22, 23% աղքատություն տարին տարվա վրա, պարբերաբար իհարկե վիճակագրական կոմիտեն ասում է մենք մեթոդաբանություն ենք թարմացրել, փոխել, բայց այդ 20-23%-ի շրջանակներում ենք լողում։ Ինչու է աճը այսքան ոչ ներառական Հայաստանում, ինչու է այն այդքան կենտրոնացված տարբեր ճյուղերում։ Դուք ինչ եք կարծում սրա մասին, ինչ է պետք անել։ Նախ մի փոքր ճշտում, աճը կարծում եմ բավականին ներառական է եւ այն բևեռացումը, որի մասին շատ հաճախ խոսում են մեր ընդդիմադիրները, մեծ չէ, այսինքն չկա մեծ բևեռացում, դուք էլ գիտեք ջինի գործակից, այսինքն եկամուտների բաշխվածությունը բավականին բևեռացումը ցածր է, այսինքն բավականին հավասար է բաշխվում նաև այն աճը, որը մենք ունենում ենք պարբերաբար։ Ու համեմատած տարածաշրջանի երկրների հետ։ Այո, եւ այս իմաստով կարծում եմ, որ շատ կարեւոր է սա արձանագրել։ Իհարկե ես որպես սոցիալական ոլորտի քաղաքականությանը այսպես կողմնակից եւ այդ քաղաքականությունը խրախուսող ես կնշեի, որ մենք կարծում եմ, որ իհարկե ավելի մեծ կարող ենք ունենալ սոցիալական ոլորտում արդյունքներ, եթե մենք այդ ոլորտին ավելի շատ կարողանայինք ռեսուրսներ ուղղել եւ մեծ ներդրումներ անել, ինչու ոչ, բայց օբյեկտիվ պատճառներով մենք խնդիրներ ունենք, դուք գիտեք, էլ չկրկնեմ COVID-ի մասին, պատերազմի մասին եւ 23 թվականից հետո նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ուղղված ծրագրերը եւ այլն, այսինքն մենք ես կարող եմ ասել, որ վերջին տարիներին նաեւ ինչու ոչ ճգնաժամային կառավարում ենք իրականացնում հենց սոցիալական ոլորտում եւ դա է պատճառը, որ նաեւ հենց մենք վերջերս նաեւ մեծ համեմատաբար, այսինքն ակնկալածից մեծ տնտեսական աճ են գրանցում, դա ուղղում ենք սոցիալական ոլորտին։ Ես կարծում եմ, որ մենք նախ չենք ներդրել դեռևս ամբողջությամբ առողջության ապահովագրությունը, որը շատ մեծ սոցիալական կոմպոնենտ է եւ շատ մեծ ազդեցություն պետք է ունենա հենց աղքատության կրճատմանը։ Եվ սա ակնհայտ փաստ է, եթե մենք նորից համեմատվում ենք մեր հարևան երկրների հետ, այնտեղ հիմնականում ապահովագրությունը ներդրված է, ճիշտ է, տարբեր տեսք ունի, տարբեր մեխանիզմներով, բայց մենք այս ոլորտում տասնյակ տարիներ քննարկել ենք այս բարեփոխումը, բայց դեռ նոր ենք ներդնում։ Այսինքն համապարփակ առողջության ապահովագրությունը ինքը նվազեցնելու է աղքատությունը։ Անպայման եւ սա մենք չենք ասում, սա փաստերն են ասում, սա համաշխարհային բանկն է այս մասին խոսում, հետեւաբար սա ամենամեծ ներդրումն է աղքատության կրճատմանը։ Բացի այդ, մենք սոցիալական ոլորտի համակարգերը կարծում եմ, որ շատ լուրջ զարգացման կարիք ունենք։ Մենք լուրջ բարեփոխումներ ենք արել, օրինակ նույն միասնական սոցիալական ծառայությունն ենք միասնական այսպես մարմին սարքել դեռևս 2020 թվականին, որը դեռ կայացման փուլում է։ Տարբեր ծառայություններ մեկ տեղում մատուցելու հնարավորություն է սա ստեղծում, որովհետև մեզ համար կարևոր է ոչ միայն թե ինչ ծրագրեր ենք իրականացնում, այլ ինչպես ենք այդ ծրագրերը հասցնում քաղաքացուն։ Եվ այս իմաստով եւս մենք այս համակարգային փոփոխությունը դեռևս կայացման ուրեմն փուլում ենք։ Բացի այդ մենք անընդհատ խոսում ենք, ես ինքս անընդհատ բարձրաձայնում եմ թե հանրային թե աշխատանքային քննարկումներում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման խնդիրը։ Շատ կարևոր հարց է։ Մենք համայնքներում
այս ինստիտուտը դեռևս չունենք կայացած։ Եվ սա է նաև խնդիրը, որ կրկնում եմ, այն ծրագրերը, որոնք մենք Կարճ եւ հանրամատչելի կբացատրեք ինչու է կարևոր սոցիալական աշխատողի, որովհետեւ ինքը շատ կարևոր ինստիտուտ է, բայց ինձ թվում է մինչեւ վերջ չհասկացված է։ Ինչու է կարևոր, սա առաջին հերթին քաղաքացու կողքին լինելու առաջին քայլն է։ Այսինքն այն ծրագրերը, որոնք կառավարությունը, պետությունը իրականացնում է, մենք պետք է վերևից հասցնենք մինչև քաղաքացուն։ Մենք հիմա շատ հաճախ խնդիր ունենք, որ քաղաքացին է գնում դեպի այն պատուհանը, որը մենք ստեղծել ենք նրա համար, որպեսզի ստանա ծառայություններ, բայց պետք է հակառակը լինի։ Մեր ծառայությունները վերևից ծրագրերը պիտի հասնեն քաղաքացուն եւ ինքը պիտի զգա, որ ինքը մենակ չէ եւ նաեւ սա է պատճառը, որ իրենք շատ հաճախ դիմում են օրինակ падգամավորին, նախարարին, վարչապետին, այնպիսի հարցերով, որոնք պիտի իր համայնքում արդեն լուծված լինեն եւ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այստեղ եւս մենք ունենք կայացման խնդիր, այսինքն եթե նույնիսկ մենք այն ծրագրերը, որոնք որ այս պահին ունենք եւ դրանք քիչ չեն, բավականին մեծ ծրագրեր են իրականացնում սոցիալական ոլորտի, այդ ծրագրերը կարողանանք պարզապես նաեւ տեխնիկապես հասցնել քաղաքացիներին, մենք շատ էական առաջընթաց կունենանք նաեւ ձեր նշած աղքատության կշռական ոլորտում։ Չէ լինի լրագրող, եթե չտայի այս հարցը, այս արդեն 8 տարի է իշխանության եք։ Ինչ է կարել այդ ուղղությամբ, որ այդ ինստիտուտը կայանա եւ իսկապես քաղաքացի միջին օղակների միջոցով լուծի իր հարցը, որովհետեւ այն ինչ դուք ասում եք շատ ճիշտ է, բայց երբ որ նայում ենք ձեր աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, հարցեր է առաջացնում, ինչ է կարել այս ընթացքում։ Առաջին հերթին նշեցի, որ մենք ստեղծել ենք միասնական սոցիալական ծառայություն։ Նախկինում այս ծառայությունը տարբեր գործակալությունների միջոցով էր իրականացնում իր գործընթացը։ Այսինքն զբաղվածությունը առանձին գործակալություն էր, նպաստների համակարգը այլ ուրեմն մարմիններ, նույնիսկ նպաստների համակարգը որոշ համայնքներում, 5 համայնքներում դրանք համայնքապատկան էին, այսինքն որոշ տեղերում նույնիսկ կառավարություն, պետություն, համայնք, այսպես շատ միատեսակ եւ միանման չէր ծառայությունը։ Մենք շատ բարդ, իհարկե ասեմ, գործընթացի միջով ստեղծել ենք այս ծառայությունը, որովհետեւ նույնիսկ այս պարագայում կար շահերի բախում, համայնքի ղեկավարները, մարզպետները ժամանակին այդ լուրջ խոչընդոտ էին հանդիսանում, որպեսզի դա միասնական լիներ։ Մենք այս քննարկումներն ունեցել ենք։ Սա գործընթաց է, որի մասին շատ մարդիկ քաղաքացիներ գուցե չգիտեն։ Երկրորդը մենք օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել, որպեսզի օրինակ համայնքներում գործող խնամակալության եւ հոգաբարձության մարմիններում սոցիալական աշխատողը նաև լինի որպես վարձատրվող հաստիկ։ Իսկ մինչ այս մարմինները նաև կամավորական աշխատանքով են, կամավորական հիմունքներով են աշխատում, հետեւաբար այն արդյունքը, որը ուզում ենք ունենալ, չենք կարող։ Բացի դա, ինչպես նշեցի, սրանք համայնքային ծառայություններ են, սոցիալական աշխատողները համայնքային աշխատողներ են։ Մենք միայն Երևանում ունենք այդ ծառայողների բավականին աճ թվի, եթե չեմ սխալվում, շուրջ 60-ն են, որովհետև օրենքով սահմանված է, որ 5000 եւ ավելի բնակիչ ունեցողների պարագայում կարող է հաստիկ ունենալ համայնքը եւ այստեղ համայնքներում դա չի կարեւորվում։ Տեղ թիմերն են, տեղական ինքնակառավարման մարմիններն են, հա, այսինքն այստեղ մենք ավելի շատ գործ ունենք համագործակցության հետ խթանելու, օրենսդրություն մշակելու, քաղաքականություն մշակելու, քան ինքներս գործիքներ ունենալու։ Բայց դրա փոխարեն մենք նաև իրականացնում ենք բազմաթիվ պատվիրակված ծառայություններ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կառավարությունը մրցութային կարգով վճարում է հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք տարբեր ծառայություններ իրականացնեն համայնքներում։ Այդ ծառայությունները ուղղված են երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց եւ այլն։ Մենք բավականին մեծ թվով հասարակական կազմակերպությունների ենք ներգրավել 2019 թվականից, իսկ մինչ այդ դա մրցութային կարգով չէր իրականացվում, պարզապես այսպես սուբսիդիաներ էին տրամադրվում, հա, կազմակերպություններին։ Հետևաբար բավականին մեծ են այստեղ քայլերը եւ սոցիալական քաղաքականություն, սոցիալական ծրագիր ասելով մենք պետք է հենց այս համապարփակ քաղաքականությունը հասկանանք եւ ոչ թե միայն օրինակ թոշակների բարձրացումը կամ ֆինանսական աջակցությունը։ Դրան կգանք, բայց սոցիալական աշխատողը, ես ինչպես ճիշտ հասկացա ձեր ասածից, սոցիալական քաղաքականություն իրականացնող մարմինի են, որ առաջինամարտիկներն են, հա, զինվորներն են, որ առաջին գծում կանգնած են կամ չգիտեմ, սոցիալական ոլորտի թաղայիններն են, որ իրենց ուրեմն պատասխանատվության տակ գտնվող կամ համակարգման տակ գտնվող այդ բնակավայրում գիտեն
կարելի ասել պետք է իմանան ամեն ինչ վերաբերում է սոցիալական, ընտանեկան կարգավիճակներին եւ այլն։ Բայց շատ հաճախ հատկապես մարզերում, հատկապես գյուղերում մենք տեսնում ենք իրավիճակներ, որ հետո ենք իմանում դրա մասին, ընտանեկան բռնություն, բռնության արդյունքում զոհեր, երեխայի հանդեպ բռնություններ, հետո տեսնում ենք, որ այդ մարդիկ մինչև այդ դիմել են ոստիկանությունը ոչինչ չի արել կամ ասել է գնացեք բարիշեք իրար հետ, հաշտվեք։ Չգիտեմ, այս ամեն ինչում սոցիալական աշխատողի աշխատանքի կարևորությունը եւ ինչու իսկապես մենք համայնքներում այդ ինստիտուտը չենք կարող, դա միայն համայնքապետերի խնդիրն է, թե դա կառավարության խնդիրն է։ Կառավարությունը որպես սոցիալական ծրագրեր իրականացնող միասնական սոցիալական ծառայության միջոցով է իրականացնում այս ծրագիրը, միասնական սոցիալական ծառայությունում կան դեպք վարողներ եւ կան սոցիալական աշխատողներ, բայց իրենք այդ աշխատանքը իրականացնում են այն պահին, երբ իրենց դիմում է քաղաքացին կամ համայնքը օրինակ կարող է ուղղորդել քաղաքացուն եւ համագործակցության միջոցով օրինակ կարիքը գնահատելու անհրաժեշտություն լինի այս պարագայում, բայց այն գործառույթը, որը շատ կարևոր է եւ որը դուք էլ նշեցիք, կանխարգելման գործառույթը, այսինքն նախապես տեղեկանալու, նախապես կարիքները հասկանալու, ճանաչելու բնակչին, սա համայնքային գործառույթ է, սա համայնքի ամենակարևոր պատասխանատվությունն է եւ այստեղ պիտի մենք համայնքների հետ աշխատենք, այսինքն իրենք պիտի դա նախ առաջին հերթին կարևորեն։ Ես վերջերս հարցում էի արել, թե համայնքներից քանիսում կա սոցիալական աշխատող եւ մենք ունենք բազմաթիվ համայնքներ, որտեղ նույնիսկ այդ հաստիքը լրացված չէ։ Որքան պետք է լինի եւ որքան ունենք հիմա հանրապետությունով կա նման վիճակագրություն։ Բավականին հիմնականում կա հաստիկները լրացված են, բայց դա բավարար չէ իմ կարծիքով եւ մյուս կողմից կրկին այստեղ մենք խնդիր ունենք ճիշտ գործառույթի, այսինքն տունայցերի։ Ես կարծում եմ, որ դա իհարկե կարևոր բաղադրիչ է հանդիսանում, բայց կախված է համայնքից, կախված է մշակույթից, ինչպիսի մշակույթ կա այդ համայնքում, այդ տունայցերի հաճախականությունը կամ ընդհանրապես չկան տունայցեր կամ հաճախականությունը, նպատակները եւ շատ հաճախ գիտեք այստեղ սոցիալական ծրագրերը համայնքներում այլ նպատակների են ծառայել, այսինքն դրանք ակտիվացել են, գիտեք, ընտրություններից առաջ, դրանք տեսք են ունեցել հիմնականում որպես բարեգործություն, որը վերագրել են համայնքի ղեկավարներին, նյութական աջակցություն, կարճաժամկետ աջակցություն եւ այլն։ Եվ մի կարևոր փոփոխություն եւս, այո, մենք նաեւ օրենսդրական փոփոխությամբ ամրագրել ենք, որ համայնքի սոցիալական ծրագրերը պետք է համահունչ լինեն պետական ծրագրերին եւ սոցիալական աջակցություն ասվածն ենք նաեւ սահմանել, թե ինչ է դա նշանակում, այսինքն ամեն համայնքի ղեկավար ինքը միայնակ չի կարող որոշել ինչ է սոցիալական ծրագիրը, ծառայությունը եւ այդպես իհարկե ինքը ազատ է ծրագրեր իրականացնելու, բայց մենք խրախուսում ենք, որ դա լինի երկարաժամկետ ծրագիր եւ ոչ թե մեկանգամյա եւ այսպես միայն իր հասկանալի շահերին ուղղված։ Ընտրություններից առաջ սոցիալական քաղաքականությունը կամ սոցիալական ծրագրերը ակտիվացնելու մասին։ Տեսեք, կառավարությունը որոշում ընդունեց, որ ապրիլի 1-ից բարձրացնում է թոշակները։ Սա իհարկե անակնկալ որոշում էր, որովհետև ոչ բյուջեով էր նախատեսված եւ այս որոշումը 10,000 դրամով թոշակների բարձրացումը, որը վերաբերում է մոտավորապես 660-680 հազար քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության պահանջելու է չպլանավորված միլիարդավոր դրամների ծախս պետական բյուջեից պահոստային ֆոնդից։ Ընդդիմությունը սա որակում է որպես նախընտրական քայլ։ Սա նախընտրական քայլ չէ, հենց ձեր ասացի շրջանակներում, որ սոցիալական ծրագրերը ակտիվանում են ընտրություններից առաջ։ Եվ որքանով է անկեղծ է, ուրեմն քայլը, եթե անկեղծը քաղաքական կատեգորիա է, եթե հենց նախկինում կառավարությունը ինքն էր հաճախ ասում, որ 10,000 դրամով եթե անգամ բարձրացնենք մարդկանց թոշակները, կյանքի որակը չի լավանա։ Մենք կառավարության ծրագրով 2021-26 թվականների ծրագրով ունենք սահմանած կենսաթոշակների բարձրացումը եւ սա կառավարության ծրագրի իրականացում է։ Մենք կենսաթոշակները նպաստները բարձրացրել ենք մի քանի անգամ, մեր կառավարությունը նկատի ունեմ, եւ այդ բոլոր անգամները, երբ մենք բարձրացրել ենք, դրանք նախընտրական տարիներ չեն եղել, հակառակ դրանք հաջորդել են ընտրություններին։ Մենք կարծում եմ շուրջ 6 սա արդեն 6-րդ անգամը երևի կլինի, որ մենք բարձրացնում ենք, մենք 3 տարի առաջ ենք բարձրացրել կենսաթոշակները, 4 տարի առաջ, 7 տարի առաջ եւ այլն։ Սա չհաշված այն հետվճարային համակարգը, որը ներդրել ենք եւ որը եւս պիտի նպաստեր
եկամուտների ավելացմանը մեր Նվազագույն հայրենակիցների։ կենսաթոշակը բարձրացրել եք, իսկապես այդպես է, 16000-ից դարձել է 36, հիմա ավելի, բայց դա վերաբերում է 170 քանի կամ 100 քանի հազար քաղաքացու, հիմա թիվը հստակ չեմ հիշի։ Միջին կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականից այս կողմ բարձրացել է 9000 դրամով։ Երբ որ դուք ասում եք, մենք բարձրացրել ենք մի քանի անգամ թոշակները, մարդկանց մոտ տպավորություն է ստացվում եւ այդ նվազագույնն է օրինակ բերում։ Մարդկանց մոտ տպավորություն է ստացվում, իսկապես Հայաստանում թոշակները եռապատկվել են։ Տեսեք, մենք կառավարության ծրագրով սահմանված էր, որ նվազագույն կենսաթոշակը պետք է պարենային զամբյուղին համապատասխան լինի եւ միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին։ Մենք այս մասով ծրագիրը այս պահին, եթե չեմ սխալվում, արդեն իրականացրել ենք։ Ուղղակի բարձրացումների մասով նվազագույն կենսաթոշակը հավասարեցվել է սպառողական զամբյուղին, պարենային ներողություն, ինչ վերաբերում է սպառողական զամբյուղին, այստեղ մենք այդ ավելացումները արել ենք հետվճարի միջոցով նաև, այսինքն հետվճարը եւս պարենային զամբյուղին հավասարվելուց 78000 է պարենային զամբյուղը, դեռ Հայաստանում միջին կենսաթոշակը անգամ հետվճարով այդքան չի կազմում։ Չէ, այնտեղ կազմա շուտ 60-61-66 հազար դրամի։ Հիմա չեմ կարող ասել, որտեվ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են։ Երամսյակը մեկ է վիճակագրական կոմիտեն հրապարակում, բայց այնուամենայնիվ, որպես այդպեսին թիրախը սա է եղել։ Եվ շատ կարևոր բան եք նշում, որ սա միայն այս իմաստով, միայն կենսաթոշակների բարձրացումը չի կարող նպաստել դրան, այսինքն սոցիալական խնդիրների բարձրացմանը։ Դա պետք է լինի պարբերաբար, ինչպես որ մենք ենք արել, որքան որ հնարավորություն ենք ունեցել։ Եվ դա պետք է համակցի այլ ծրագրերի հետ։ Ես հիմա չեմ կարող էլի չհիշել առողջության ապահովագրությունը, ես հիմա չեմ կարող չհիշել այն ծրագրերը, ծառայությունները, որոնք որ մենք ներդրել ենք հենց նույն տարեցների կամ ավագ սերնդի մեր հայրենակիցների համար, այն օրենսդրական բարեփոխումները, որոնք որ իրականացրել ենք, օրինակ աշխատանքի հնարավորությունները ավելացնելով, նաև տարիքային շեմը հանելով, հա, եւ որը շարունակում ենք հիմա նաև քաղցառայողների մասով որոշ խմբերի համար, աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում ծրագրերը, այս մասով մի քիչ դանդաղ են գործընթացներն իրականանում, բայց մենք նաև ծրագրով սահմանել ենք, որ մենք պիտի ստեղծենք նաև արտադատական համակարգ աշխատանքային իրավունքների պաշտպանության, ինչը մենք ընդհանրապես չենք ունեցել եւ նույնիսկ տեսչական մարմինը մինչեւ 21 թվականը աշխատանքային իրավունքներով զբաղվելու հնարավորություն չի ունեցել։ Ինչ է նշանակում արտադատական համակարգ։ Համակարգ, որը այս պահին քաղաքացիները իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանելու համար միայն դատական համակարգը կարող են օգտագործել։ Տեսչական մարմինը իհարկե ունի հնարավորություններ վերահսկողություն իրականացնելու, բայց գործիքներ եւ վեճերը լուծելու համար, այսինքն դատարանի մինչև դատարան հասնելը մենք ստեղծում ենք համակարգ հաշտարարի ինստիտուտի նման մի բան է, այստեղ ավելի շատ նաև տարբեր դերակատարներ կան, բայց վերադառնալով կենսաթոշակներին ես ինչ եմ ուզում նշել, որ այստեղ մենք քննարկումները միշտ ունեցել ենք։ Տեսեք, երբ դուք ասում եք անակնկալ կերպով բարձրացավ կամ անակնկալ էր այն իմաստով, որ 2-3 ամիս առաջ վարչապետը խորհրդարանում ասում էր, եթե բարձրացնենք 10000 դրամով, էական բան չի փոխվի, այսինքն ոչ առնվազն ոչ նպատակահարմար էր համարում այդ քայլը։ Ոչ նպատակահարմար, տեսեք, մենք նաև հիմնավորման, հա, նաև հանրային հիմնավորման մեջ այստեղ կարծում եմ արտահայտել այդ բոլոր խնդիրները, մենք ունենք սոցիալական ոլորտում էական բարեփոխումներ, որոնք որ այս պահին են կամ այսինքն հունվարից սկսած են արել եւ նորից առողջության ապահովագրությունը, որտեղ բավականին մեծ բյուջեի կարիք ունենք մենք եւ բավականին ռիսկային էր։ Ես կարծում եմ նաեւ դա մեզ ավելի շատ զգուշավորություն ստիպել ավելի մեծ զգուշավորությամբ մոտենալ մեր իսկ ծրագրին։ Այսինքն մեր քննարկումները անընդհատ կային, նաև հանրային կերպով են այդ քննարկումները հնչում, երբ մեր падգամավորները քննարկումների ժամանակ մենք հարցեր էինք ուղղում մեր իսկ ծրագրի իրականացման վերաբերյալ։ Այսինքն մեր պարտավորությունները կան, պարզապես մենք ավելի զգուշավորությամբ եկանք դրան եւ ես իհարկե շատ ուրախ չեմ, որ մենք այսպես հենց որ տեսանք նաև այդ տնտեսական աճի մասով մենք նոր հայտարարեցինք եւ այսպիսի արձագանք եղավ, բայց այնուամենայնիվ շատ ուրախ եմ, որ մենք այսպես թե այնպես այդ մեր ծրագիրը, որը որ ամրագրել էինք ամենասկզբում, մենք կարողացանք դա իրականացնել։ Պատկերացրենք մի բան,
Զարուհի Բաթոյանը падգամավոր չէ, իշխող թիմի անդամ չէ, զբաղվում են գործով, ինչ որ մինչև այդ էր զբաղվում, հա, սոցիալական խնդիրների, սոցիալական իրավունքների պաշտպանությամբ։ Եթե դուք կողքից լսեիք մի 2-3 շաբաթ կամ, չգիտեմ, ամիս առաջ վարչապետի խոսքը եւ հետո հայտարարություն, որ թոշակները բարձրանում են, ձեզ մոտ տպավորություն չէր ստեղծի, որ սա նախընտրական քայլ է։ Ես նույն գնահատականը կտայի, ես կարծում եմ, որ վերադարձել ենք այնուամենայնիվ մեր ծրագրին, նախընտրական ծրագրին եւ կառավարության ծրագրին, որով ամրագրվել էր դա։ Այսինքն մենք մի պահ համակերպվել ենք այն իրավիճակի հետ, որ մենք ունենք դժվարություններ եւ մենք այլ առաջնահերթություն ունենք, որը առողջության ապահովագրությունն է, հա, կամ այլ խնդիրների լուծում եւ դրա համար ենք առաջնահերթությունը տալիս դրան, որովհետեւ առողջության ապահովագրությունը գիտեք, մի քանի անգամներով ավելի մեծ աջակցություն է այսօր տարեց անձանց 65+ տարիքի անձանց, քան այո ֆինանսական աջակցությունը։ Եվ ես ինքս միշտ եմ դա կրկնել իդեպ, միշտ դա ասել եմ, որ միայն կենսաթոշակի միայն նպաստի բարձրացումը որևէ մարդու կյանքում ոչինչ չի փոխի, որովհետև առանց ծառայությունների, որովհետև եթե դու նույնիսկ ունենաս մի քանի անգամ ավելի մեծ կենսաթոշակ, բայց չունենաս ծառայություններ երկրում, որոնցից դու պիտի օգտվես, ոչ մի տարբերություն չկա, դու այդ ֆինանսական հնարավորություն ունես, թե չէ։ Հետևաբար ես շատ ուրախ եմ, որ մենք վերադարձել ենք եւ մեր ծրագրին եւ կարողացել ենք դա իրականացնել։ Տիկին Բաթոյան, ձեզ մոտ տպավորություն չկա, որ Հայաստանում կներեք արտահայտության համար մոլեգնում է սոցիալական պոպուլիզմ ընտրություններից առաջ։ Իշխանությունը բարձրացնում է թոշակներ, համապարփակ առողջության ապահովագրություն է ներդնում թեպետ, դրանից 1 տարի առաջ ասում էին դրա համար էլ գումար չկա առողջապահության հետ համապարփակ ուրեմն առողջապահության ապահովագրության համակարգը ներդնելու։ Ընդդիմությունը ասում է, որ այ որ ես եկա դեղերի գները 20%-ով կիչեցնեմ կամ ավել կիչեցնեմ, չգիտեմ, այնտեղ մանր եւ միջին բիզնեսը, փոքր եւ միջին բիզնեսը ընդհանրապես կհանեմ հարկման դաշտից եւ այլ եւ այլ։ Այ քաղաքացին երբ որ լսում է այս մեսեջները, ինչպես կողմնորոշվի, սա ճիշտ մոտեցում է այս սոցիալական պոպուլիզմը։ Ես ձեր հետ համաձայն եմ այն իմաստով, որ սոցիալական խնդիրները եւ պոպուլիզմը ակտիվանում է նախընտրական շրջանում, ամբողջությամբ համաձայն եմ, եւ սա շատ տխուր փաստ է։ Ինչ վերաբերում է մեր կառավարությանը, մենք մեր կառավարության ծրագրով սահմանված քայլերն ենք իրականացնում։ Պարզապես քանի որ դրանք շատ ավելի մեծ հնչեղություն ունեն եւ շատ ավելի մեծ թվով անձանց են վերաբերում, բնականաբար այստեղ ավելի մեծ այսպես տարածում են գտնում կամ աղմուկ է լինում։ Լավ իմաստով իհարկե, սա շատ կարևոր է, բայց կարևոր է այդ զանազանելու համար դա պոպուլիզմ է, թե իսկապես սոցիալական ծրագրեր են, մենք պիտի նորից համապարփակ նայենք։ Էլ ինչ է առաջարկում ընդդիմությունը, օրինակ։ Բացի կենսաթոշակների բարձրացումից, որը շատ լավ է հնչում, հա, առաջարկների մասով, ես այս հարցերը տալիս եմ խորելու համար, որպեսզի քաղաքացին սկսի հասկանալ։ Չէ, գործարաններ կառուցել ես են եւ այլ եւ այլ։ Այդ իմաստով տեսեք, մեր ծրագրով, հա, մենք էլի մեր արդյունքներով ունենք նույն աշխատատեղերի ստեղծումը, կարծեմ արդեն 280,000 շրջանում։ Բայց դրանց մեծ մասը ստվերից դուրս եկած աշխատատեղեր։ Դա եւս շատ կարեւոր է, իդեպ, ինչա պատահել, որ այդ մարդիկ ստվերից դուրս են եկել, հա։ Վարչարարություն է պատահել։ Ոչ միայն վարչարարություն, այլ նաեւ այնպիսի իրավիճակ, այնպիսի սոցիալական եւ տնտեսական միջավայր, որը ստիպում է մարդուն ավելի շահեկան վիճակում լինելու համար լինել իրավական դաշտում, այսինքն ստվերից դուրս գալ։ Հիմա մեր բոլոր էլի քաղաքականությունները նոված են դրան, նույն օրինակ ապահովագրության մասով մենք ինչ ենք անում, մենք խրախուսում ենք, որ մարդիկ իրենց աշխատանքային պայմանագրերի միջոցով կարողանան ամրագրել, հա, կամ իրենց ուրեմն, չգիտեմ, առևտուրը անկախի եղանակով անեն եւ այլն, այսինքն ստեղծել միջավայր, գործընթացներ, որպեսզի մարդիկ ավելի շատ դուրս գան ստվերից, որովհետեւ իրենք այդպես ոչ միայն ավելացնում են իրենց եկամուտը, ոչ միայն սոցիալական այսպես ասեմ, ծրագրերից եւ երաշխիքներից են օգտվում, այլ օրինակ ավելի պաշտպանված են լինում իրավական դաշտով նաեւ։ Տեսեք, առևտրի հետ կապված հիմա քեշբեքի համակարգը կա, մյուս կողմից էլ արդեն որոշում կա կառավարության կողմից, որ պետք է ամբողջությամբ մենք անցնենք այսպես քարտային մեխանիզմի վճարումների անկանխիկի։
հատկապես թոշակառուներին, հատկապես հեռավոր մարզերում, հեռավոր գյուղերում, որտեղ տերմինալների խնդիր կա, բանկային հասանելիության խնդիր կա, ոչ բոլոր մենք իհարկե Հայաստանում կա օրենք, որ բոլոր որտեղ հնարավոր է վճարել, դու պետք է այլընտրանք ունենաս եւ կարողանաս քարտային անկախիկ վճարում իրականացնես, խանութների մասին է խոսքը, բայց եկեք իրականության աչքերին նայենք, որ փոքր կրպակներ կան, որոնք չունեն դա էական չկա այդ համակարգը այնտեղ դրած այդ տերմինալները։ Այն ինչպես պետք է մարզերում այդ ենթակառուցվածքի բացակայության պայմաններում մարդիկ կարողանան օգտվել եւ իրենց առօրյա ծախսերը հոգալ։ Պարզ է մի խնդիրը դրված, որ չգիտեմ, հնարավորինս ստվերային շրջանառություն չլինի, բայց դա ինքնանպատակ չպետք է լինի, դա իր հետ պետք է բերի նաեւ քաղաքացիների համար կյանքի հեշտացում, այսպես ասած, իրենց կյանքը չպետք է բարդանա դրա արդյունքում։ Կյանքի հեշտացումը գալիս է նաեւ հենց քարտային վճարումներ իրականացնելով, հա, օրինակ շատ մարդիկ, այդ թվում տեղաշարժման դժվարություններ ունեցող տարեց մարդիկ, կենսաթոշակառուներ վաղուց արդեն անցում են կատարել քարտային համակարգին։ Այս պահին 660,000 մարդուց ընդամենը 15,000-ն է, որ կանխիկ եղանակով է իր կենսաթոշակառուների մասին նպաստ, հա։ Մենք դեռևս 2020-ից, եթե չեմ սխալվում, 21-ից այդ փոփոխություններին գալիս ենք աստիճանաբար։ Այն ժամանակ մենք ունենք բացառություն 75 տարեկան պլյուս եւ հաշմանդամության առաջին երկրորդ խումբ ունեցող անձանց համար կար այս բացառությունը, բայց մենք դա կրկնում եմ աստիճանաբար ենք անում։ Եվ ելի անկախիկին անցումը արվում էր զուգահեռ այն ենթակառուցվածքներ, այսպես ասած, ֆինանսական ստեղծելով, որ կարողանան այդ տերմինալներն ունենալ, վճարումներն իրականացնել, խրախուսում էինք նաև այդպիսի առևտուրը եւ այլն։ Այսինքն այս գործընթացները, որ մեկը մյուսի հետ ցավոք կապ ունի, ցավոք ինչի եմ ասում, որովհետեւ երբեմն նաև այդ դժվարությունների միջով անցնելով են կարողանում այդ խնդիրները լուծել։ Այո, սա շատ կարևոր է, որովհետեւ այդ նույն անկանխիկի կամ ստվերի կրճատման արդյունքում է գոյանում նաև պետական բյուջեն։ Հետևաբար մենք բոլոր գործընթացները պիտի այնպես անենք, որ կարողանանք միմյանց աջակցել եւ կարողանանք այնպես անել, որ գեներացնենք բյուջեն, որից էլի վճարվում են կենսաթոշակներն ու նպաստները։ Մենք այստեղ իհարկե զուգահեռ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ բանկերի մեր գործընկերները դա են իրականացնում։ Այսինքն այդ ուղղությամբ աշխատում են։ Բացի այդ, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը, թիմերը հիմա նաև գործընթաց են, կառավարության որոշումներով արդեն կսահմանվի, որ այդ կենսաթոշակային քարտերը չի լինի մեկը, որ դժվարության պատճառով չկարողանա ստանալ, հա, նախ այսինքն սոցիալական աշխատողը տուն այցերի միջոցով կկարողանա իրականացնել, եթե մարդը դժվարություն ունի եւ այլն։ Հետևաբար այս գործընթացները պրոբլեմները լուծելով մենք գնում ենք կլինեն որոշ դժվարություններ, ես համաձայն եմ, որովհետև այո, երբեմն կարող են լինել կրպակներ կամ հեռավոր գյուղերում խանութներ, որտեղ այդ վճարումը չի իրականացնում, բայց մյուս կողմից էլ եթե մենք այս գործընթացը չսկսենք, փոփոխություն երբևէ չի լինի, այսինքն նույնիսկ ստիպելու է, որ այդ գյուղում այդ կրպակում տերմինալ հայտնվի։ Այո, նաև այո, որովհետև ոչ թե դա է ստիպելու, այլ նախ այս պահին այն պարտավորությունները, որոնք ունեն, հա, ֆինանսական։ Իսկ մինչ այդ ինչ անի, քանի դեռ չի հայտնվել եւ ինքը պետք է անկախիկ վճարի, այդ արանքում սոված մնա մարդը։ Ես կարծում եմ, որ բոլորը քարտից քարտ փոխանցելու հնարավորություններ ունեն, կկարողանան այդ ձևով փոխանցումներ իրականացնել։ 70 տարեկան մարդը։ Ես կարծում եմ, որ ինչպես է ինքը իրականացնում, այսինքն եթե կլինեն խնդիրներ, մենք գիտենք, եկեք չմոռանանք նույն այդ սոցիալական միջավայրի մասով, եթե ինքը ընտանիքի անդամի հետ ապրում, ընտանիքի անդամը կօգնի կամ չգիտեմ, փոխօգնության այդ հնարավորությունները կան։ Եթե կտեսնենք, որ լուրջ պրոբլեմ է, այսինքն ինքը չի կարողանում, ես կարծում եմ, որ այստեղ այս հաշվարկները արված են գոնե եւ այդ իմաստով սոցիալական աշխատողները, թիմերը այդ հարցերը պիտի լուծեն։ Իդեպ ես հիմա նաեւ հարցում եմ արել, որպեսզի հասկանամ, թե քանի համայնքում այդ տերմինալները չկան եւ այդ հնարավորությունները, որպեսզի հասկանանք ինչ պլաններ կան, ինչ տեմպերով պետք է այդ աշխատանքը կառավարությունը դա ի սկզբանե պետք է աներ, ոչ թե դուք հիմա պետք է արծում անեք։ Չէ, իրենք ունեն, վստահ եմ ունեն դա, ես եմ ուզում իմանալ, որպեսզի նաեւ հանրությանը այդ հուզող հարցերին պատասխանեմ։ Ես վստահ եմ, որ այստեղ գործընթացները կան եւ ի սկզբանե եւ կենտրոնական բանկի մեր գործընկերները այդ ուղղությամբ աշխատում են, որպեսզի այդ ֆինանսական հնարավորությունները ստեղծեն։ Շատ լավ, վերջին հարցը
կարևոր մյուս կողմից ինձ թվում է նաև նյարդայնացնող հարցերից է, սա չի վերաբերում կենսա մակարդակին, չէ՞ ինչ որ առումով նաև վերաբերում է, սա չի վերաբերում սոցիալական վիճակին, սա վերաբերում է մատչելիությանը։ Տեսեք, երբ հատկապես մարդը մի քանի անգամ երկրից դուրս է եկել, քիչ թե շատ զարգացած երկիր, կտեսնի թե անգամ մեզ հետ համադրելի երկիր։ Ես Մոլդովայում էի վերջերս Քիշինյովում, մեկ շնչին ընկած է նաև մեզանից ցածր են եւ այլ, բայց ունեն ենթադրում եմ այդ զգայունությունը։ Մայթերը հարմար են տեղաշարժվելու համար, հասանելի են, այդ թեքահարթակները մեր թեքահարթակների նման սղարաններ չեն, իսկապես նորմալ քաղաքակիրթ եւ արժանապատիվ մարդկանց համար թեքահարթակներ են։ Դուք տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ եք զբաղվել, հիմա էլ եք շարունակում ենթադրում եմ։ Սակայն եկեք նայեք իրականությանը, Երևանում, մարզերում առհասարակ այս խնդիրը կա, մատչելիության խնդիրը, ինչու եք դուք հանդուրժում սա որպես իշխանություն։ Սկզբում մի փոքր հումորով պատասխանեմ, երբ վերջերս ընդդիմությունը ասաց, որ իրենց շնորհիվ է կենսաթոշակը բարձրանում, ես ուզում եմ իրանց խնդրել, որ մի քիչ մատչելիությունից խոսեն, գուցե մատչելիության հարցը լուծվի, բայց եթե լուրջ, ես կարծում եմ, որ այստեղ շատ լուրջ համակարգային խնդիր ունենք եւ այս քննարկումները էլի ես տանում եմ հանրային, էլի երբեմն միայնակ եմ դրա դեմ պայքարում, բայց ես կարծում եմ հիմնական խնդիրը մեզ մոտ վերահսկողությունն է, որովհետեւ օրենսդրության իմաստով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը ընդունեցինք, մշակեցինք, ընդունեցինք, որը ամբողջությամբ համապատասխանում է միջազգային կոնվենցիային։ Օրենսդրական բազան լավն է։ Օրենսդրական բազան ամբողջությամբ կա, ես նույնիսկ ասեմ ավելին, քաղաքաշինական նորմերը եւ քաղաքաշինական օրենսդրությունը 2006 թվականից կա։ Այսինքն այս իմաստով մենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքով ամրագրել ենք իրավունքները մարդկանց, բայց նորմերի իմաստով մենք վաղուց ունենք այդ բազան։ Մենք այստեղ ամեն օր վերահսկողական մեխանիզմները իրականացնելու եւ այդ չափանիշներին համապատասխան կառուցապատում իրականացնելու խնդիր ունենք։ Այդ հիմնական խնդիրն է, որի մասին անդադ խոսում եմ եւ որը նաեւ պատճառ է նրա, որ ես ինքս շատ հաճախ անձամբ եմ մոնիթորինգներ իրականացնում եւ հանրային։ Բացի դա մենք ունենք նաեւ Ինչու՞ չի փոխվում, կներեք։ Որովհետեւ բազմաթիվ են դերակատարները իմ կարծիքով։ Ես զգայունություն չունեն մարդիկ, զգայունության խնդիր չի, այստեղ զուտ կարծում եմ ռեսուրսների խնդիր է, պատասխանատուների գիտելիքի խնդիր է, երբեմն այո, կարևորության խնդիր է։ Եթե ես մեկ լուծում առնվազն թեկուզ կարճաժամկետ ասեի, ապա դա կլիներ այն, որ մենք չունենք մեկ մարմին, որը կզբաղվի մատչելիության հիմնախնդիրներով։ Մեկ մարմին։ Իսկ այն երկրները, որոնք հաջողել են, իրենք առնվազն քաղաքների մակարդակում, թիմերի մակարդակում ունեն գոնե բաժիններ։ Իսկ մենք նույնիսկ այդպիսի բաժին չունենք։ Ստեղծեք։ Դեռևս նպատակահարմար են գտնում, որ մեր թիմերը, որ իրենց բաժինները, որտեղ որ քաղաքաշինության խնդիրներով են զբաղվում, այդ բաժնի պատասխանատուներ զբաղվեն նաև մատչելիության հիմնախնդիրներով։ Կամ օրինակ մեր քաղաքաշինության կոմիտեն ունի իհարկե այդ բաները, ստանդարտները, որ օրինակ տեսչական մարմինը զբաղվի նաև մատչելիության խնդիրներով, բայց ես այստեղ խնդրահարույց եմ համարում այս ամենը, որովհետև արդյունք չունենք եւ այստեղ շարունակում եմ իմ աշխատանքը։ Այո, որովհետև կան շատ եզակի մայթեր, իսկապես, որտեղ Ես խոսքը միայն մայթերի մասին չի, ամենահեշտն է մայթերը։ Ամենահեշտն է, բայց ամենաչլուծվողն է այդ խնդիրը, այսինքն ես դա իսկապես ամենաառաջնային եւ ամենաերևացող օրինակներն եմ բերում, որովհետեւ կան շատ այլ խնդիրներ, սկսած հանրային տրանսպորտով վերջացած։ Մենք մայթերի իմաստով, իդեպ Երևանի մասին եմ ես ցավոք խոսում հիմա միայն, մայթերի մասով եւ տրանսպորտի մասով մենք բավականին գիտեք, որ տրանսպորտը ամբողջությամբ մատչելի է, մայթերը շատ կարող եմ ասել վիճակում են, լավ վիճակում են, բայց օրինակ եթե մենք խոսենք, տեսեք, տրանսպորտը մատչելի է, բայց կանգառները մատչելի չեն։ Հա, տրանսպորտը մատչելի է, բայց տրանսպորտը դեռևս բավարար չափով չունենք, որպեսզի
այդ ծանրաբեռնվածությունը թույլ տա որ Այո։ մարդը սայլակով մտնի եւ այլն, այսինքն երբ որ մենք մի խնդիրը լուծում ենք, հավելանում են նոր այլ խնդիրներ, խնդիրներ։ բայց այս ուղղությամբ նաեւ իհարկե մենք աշխատանքը պետք է շարունակենք։ Վերջին կարճ հարց է, երբ Հայաստանը կհամապատասխանի իր սահմանադրությանը, որ սոցիալական պետություն է։ Ես կարծում եմ համապատասխանում է սոցիալական պետություն լինելու Ամբողջական նկատի ունեմ։ Ես կարծում եմ համապատասխանում է եւ այստեղ մենք պարզապես խնդիրն այն է որ չունենք վերջնակետ դա անընդհատ փոփոխվող անընդհատ զարգացող իրավիճակ է որտեղ սոցիումը սոցիալական ոլորտը այնպիսի ոլորտ է որտեղ անընդհատ երբ որ մարդը զարգանում է նոր կարիքներ եւ նոր պահանջներ են առաջ գալիս պարզապես մեր խնդիրն է անընդհատ արձագանքելու այդ կարիքներին եւ դրանք բավարարել Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ Իմ զրուցակիցը Զարուհի Բաթոյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։